Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ եւ հայրենակցուհիներ, դուք դիտում եք Arm Comedy հաղորդումը։ Դիտում եք, որովհետեւ սիրում եք ձեր երկիրը, մեր երկիրը, ու դրա համար մենք ձեր ցավը տանենք։ Մի հրաշալի թողարկում ենք պատրաստել, այնպես որ գնացեք, տաքացրեք ձեր չախողբիրն եւ հարմար տեղավորվեք էկրանների դիմաց։ Այսօրվանի մեջ առաջարկում ենք դիտել երթևեկության տուգանքները կբարձրանան թե կիջնեն։ Ինչ պետք է անել դաշնակցության անդամների ոտքերը լվացած ջրի հետ։ Մեր հյուրը բացատրում է սահմանադրության թաքնված լավ կողմերը։ Քաղաքական վերլուծաբանների նոր սերունդ 6-8-ի տակ։ Մենք շարունակում ենք մեր մշտական դարձող երթևեկության աննորմալ տուգանքները էջը։ Արժիում մեր հատուկ թղթակից եւ համատեղությամբ պատգամավոր Էդմոն Մարուկյանը նորից հնչեցրեց տուգանքների անհամաչափության ու դե աննորմալ շատ ու մեծ լինելու պրոբլեմը ու առաջարկեց տուգանքները կրճատել կիսով չափ։ Իսկ թե ինչ եղավ դրանից հետո ցնցեց համացանցը։ Ցնցեց։ Հնարավոր է մենք գնանք այն ճանապարհով, որ կիսով չափ նվազեցնենք, նախագիծը պատրաստ է, գալիս է կառավարություն։ Շնորհակալություն։ Հարցինք պատասխանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Հարցը վարչապետներ է, բայց ողել ինչու է նախարարը պատասխանում։ Ես լրիվ քաղաքական խաղեր են դու չես հասկանում։ Նախ, երբ որ հանձնաժողովը, երբ որ ձեր նոր նախագիծը կներկայացնեք, կլինի հանձնաժողովի եզրակացություն, այդ շրջանակներում նաև կքննարկենք իհարկե այդ հարցը, նաև կառավարությունում կքննարկենք, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր կրկին շեշտադրում անել, մի շատ կարևոր ուրեմն հարցադրում այստեղ նաև հնչեցնել ու բարձրաձայնել։ Ըհն, այ հիմա կլինի սպառիչ պատասխան։ Այդ արդեն արել ենք։ Ըհն, այ հիմա կլինի սպառիչ հարցադրում։ Մենք հասկանալով ձեր բարձրացրած խնդիրը, նաև հետևողական լինելով հանրապետության նախագահի կողմից բարձրաձայնած խնդրին եւ մեր արժեվ դրված խնդրին, մենք գնալու ենք ավելի առաջ, քան այդ տուգանքների չափերի ինչ որ ուրեմն կիսով չափով նվազեցումն է։ Վաու, էլ ավելի առաջ կարող է 100%-ով նվազեցնեն։ Ասի, հա, աչքով չտաս, հա, հեսա պատասխանն ալնելու, որ աշխատանքային խումբը բզբզում է։ Դրա համար մենք հիմա համալիր ուսումնասիրում ենք աշխատանքային խմբում խնդիրը։ Դե ապրես, էս էիր ուզում։ Բայց արդեն ուսումնասիրում են, են էլ համալիր։ Իսկ տենց բաները միշտ հաջողությամբ են պսակվում։ Լավ, եկեք լսենք, տեսնենք ինչ են առաջարկում։ Որպեսզի ոչ թե կրկնակի չափով նվազեցնենք, այլ մի շարք իրավախախտումների համար, ինչպես արդեն բազմաթիվ անգամներ հայտարարվել է, նախազգուշացմամբ փոխարինենք։ Իբա շատ լավ է, բա ընտիրակույն է։ Բա այն գերջան, հանձնաժողովը եք աշխատում, համալիր լուծումներ է տալիս։ Տալու։ Չեն կանգնում։ Այդ շրջանակներում ես առաջարկում եմ նաև ձեզ, որպեսզի քննարկումներ միասին ծավալենք եւ հասկանանք, թե ձեր նախագծով ներկայացված լուծումները եւ այն, ինչ որ աշխատանքային խումբն է աշխատում, ինչպիսի ճակատագիր կարող են ունենալ, համատեղվել, միատեղվել եւ ընդհանուր քննարկում ունենալ։ Այսպես ընդհանուր ճակատագիր ունենալ։ Այդ այնս ճակատագրերի ոնց որ գույքագրում կարելի է անել միասին։ Իսկ ինչպես այդ պատասխանի տակից դուրս կգա մեր հատուկ թղթակիցը, հա։ Ես կարծում եմ, սա շատ մտածված ռազմավարական քայլ էր հարցին պատասխանելու համար Տիկին Հովհաննիսյանին ուղարկել, որովհետև մի քիչ դժվար է արդեն։ Պարոն Մարուկյան, այո, հատուկ ամենագեղեցիկ պաշտոնյային են գործուղել, բայց պետք է դիմանաք։ Ուրիշ կողմ նայեք թեկուզ, բայց գազը մի թողեք։ Բայց Տիկին Հովհաննիսյան, խնդիրը հետևյալում է, մարդիկ արդեն կուշտ են հանձնաժողովներ կազմելուց, համալիր քննարկումներից, մի անգամ էլ տենց հանձնաժողովներ կազմեցին, համալիր քննարկվեցին եւ ինչ եղավ, օրենք ընդունվեց, որ մինչեւ 200,000 դրամը առանց դատարանների մարդկանց գումարները բռնագանձենք, արգելանքներ դնենք բան, 200,000-ից բարձրը խնդիր չկա, գնացեք դատարան, այսինքն 159,000 դրամը մինչեւ սեփականություն չի, 200,000-ից բարձր է սեփականություն։ Դե կարող է տուգանքների 99%-ը հենց 200,000-ից բարձր են ու բոլորը գոհ են։ Կարող է, չէ։ Եվ ինչ պարզվեց, իմ հարցումները ցույց են տալիս, որ տուգանքները 99%-ով կազմում են մինչև 200,000 դրամ։ Բայց արի ուտես նարեք, որ չէ։ Լավ, հիմա ինչ ենք պատասխանում պատգամավորին հարգելի նախարար ջան։ Որ ասենք այդքան արագ լուծենք, այդքան արագ լուծել, անգամ ձեր նախագծի պարագայում դրանք ընդհանցակարգեր են ենթադրում։ Հիմա մենք ասում ենք, մինչև այդ ընդհանցակարգերը, մինչև դուք շրջանառության մեջ եք դնում, հանձնաժողովներ, կառավարություն եւ այլն, ասում եմ համատեղենք այդ ջանքերը։ Վատ բան չեմ ասում։ Իսկականից, բայց վատ բան չի ասում, էլի։ Հա, էլի, պարոն Մարուկյան, եկեք հպարտությունը դնենք մի կողմ ու համատեղեք ջանքերը։ Թե չէ, երբ չեք համատեղում, ձեր առաջարկը հասնում է կառավարություն ու
Ու ինչ ալնում։ Մենք կարծում ենք, որ այս նախագիծը ըստ էության նպատակահարմար չէ ընդունել եւ դրա համար կառավարությունը դեմ է ներկայացված նախագծին։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր, դեմ կարծիքներ, թե չկհաստատում ենք։ Ոնց կարելի է չհաստատել, երբ ամենագեղեցիկ նախարարն է խնդրում։ Հա, էլի, ես էլ կհաստատեի։ Հա։ Դե այդ բային, հետո կփոշմանեի ու կփոխեի։ Այս բան առաջարկում ենք հիանալ Նարեկի սկզբունքայնությամբ եւ մնալ մեզ հետ։ Իսկ վերջերս երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցավ Հույդա Հրանտ Բագրատյան փոքրիկ դուրուդմփոցը։ Իսկ երկար արտասանվում Հրանտ Բագրատյան, օրինակ դաշնակցությունը հապավում ունի, Բագրատյանը չունի։ Եթե սենց Հույդա ՀԲ դուրուդմփոցը, տեսնում ես լիքը ժամանակ խնայեցինք։ Հա, ինձ թվում է այսօր մի ժամ շուտ կգնանք տուն։ Երբ չի կարելի վեր կենալ մյուսի վրա կարծիք հայտնել, ես իմ կարծիքն եմ հայտնել։ Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս ձեր ասածի վրա կարծիք հայտնել։ Ամեն անգամ, երբ падգամավորը նախադասությունը սկսում է ասելով ես ինձ թույլ չեմ տա ձեր ասածի մասին կարծիք հայտնել, վստահ եղեք, որ հենց հիմա կարծիքը հայտնելու։ Հարցը միայն նրանում է, թե 5 րոպե, թե 10 րոպե հետո է դա անելու։ Այս անգամ ռեկորդ են գնում։ Հա։ Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս ձեր ասածի վրա կարծիք հայտնել։ Մանավանդ ձեր ասածի մեջ 90%-ը սխալ էր։ Ինչի շուրջ է օրենսդրական գիլդիմը։ Բագրատյանն ու Արտվիկ Մինասյանը վիճում էին, թե ում արած առաջարկներն են ընդգրկվել սահմանադրական փոփոխություններում։ Պլյուս 70 տարի, պլյուս 80 տարի առաջ դերը սխալ է։ Հանրապետությունից բան չթողեցիք արա։ Բա ոնց դու չես թողել։ Բա ով էր 18-ից 20 թվով ով էր։ Իրապե, Արտվիկ Մինասյանը քարուքան դարել երկիրը 1918-ից 20 թվականներին, կամ թույն պահպանվել է, կամ ինքը Բենջամին Բատոնն է, այն որ հակառակած էր անում։ Կամ խոսք ուղղակի դաշնակցության մասին ընդհանուր, իսկ այս հարցին պատասխանեց Աղվան Վարդանյանը։ Հարգելի գործընկերներ, հիմա պարտադրված երկու խոսք Հայաստանի առաջին հանրապետության մասին։ Վերջին անգամ եմ ասում բոլոր հիվանդ ուղեղների համար։ Մեզ նկատի չունի։ Եթե 1990 թվականից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10% ունենային անկախություն կերտած սերունդի բարոյական արժեքները, նվիրվածությունն ու ազնվությունը, մենք բոլորովին այլ երկրում կապրեինք։ Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողները ամեն օր պիտի դաշնակցության ոտքերը լվանան եւ ջուրը խմեն։ Այդ լիքը եղափոխական ոդկա անում ամեն օր, Անպայման։ երկուսն էլ։ Բա ոնց։ Իսկ եթե ես չեմ ուզում, Չես ուզում դու էլ անդամագրվի թող քո։ Ոտքերը լվանան եւ ջուրը խմեն։ մի րոպե էլի փորձեմ ուղեղիցս հանել մի պահ այդ պատկերը։ Դե Դե չի ստացվում, անդադ Աղվան Վարդանյանի ոտն եմ պատկերացնում, ու այն երկրորդ մատս էս բութ մատից մի քիչ երկար է։ Նարեկ այդ մանրամասները ոչ մեկի չեն հետաքրքրում հիմա։ Դա մի հատ էլ հասկանանք, որն է պատճառը, որ մենք պետք է դա անենք։ Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ոչ երկրորդը կլիներ, ոչ էլ երրորդը, եւ դուք էլ ոչինչ չէիք կառավարի։ Հիմա նրանց մասին, ովքեր իրենց ճշմարտության միակ կրողն են համարում, կարծում են իրենք ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ են։ Կարծում են բոլորը սխալ են, իրենք միակ ճիշտն են։ Ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ։ Դա որ պորտը ամեն օր չեն լվացել, հետո ջուրը խմել, տենց ոնց որ բշտիկ է աճել։ Նախ ճշմարտությունը ունի պորտ։ Դաշնակցականը, հա։ Իսկ մեր այսօրվա հյուրը ոչ Կոնան Օբրայենը չի ու Ջիմ Քերին էլ չի ու նույնիսկ Էդի Մերֆին չի, այլ սահմանադրական բարեփոխումների շտաբի մամուլի խոսնակ Վախթանգ Պոպոշյանը, բարև ձեզ Վախթանգ ջան, բարև։ Դե պատմեք ինչպես առաջացավ այդ գաղափարը փոխել սահմանադրությունը։ Գաղափարը մեր մոտ չի առաջացել, գաղափարը առաջացել է ժողովրդի մոտ, ու ժողովրդը անդադից կաթացնում էր կողքից փոխենք, մենք էլ անդադ խուսափում ենք։ Եվ ի վերջո կուլ գնացիք ժողովրդին, հա։ Հա, վերջի կուլ գնացինք, այդ Լավ։ Բացի խորհրդարանական մոդելի երկիր դառնալուց, էլ ինչ նոր հետաքրքիր դրույթներ ունի սահմանադրությունը։ Ոյ, մերսի, նախ ահավոր մերսի հարցի համար, որտեղ բոլորը կպրեն այդ մի բանից, խորհրդարանական, թե նախագահական, բայց իրականում լիքը այնքան նոր բաներ կան, հիմա ամենաբոմբ բանը նոր սահմանադրության։ Պատրաստ եք, նոր սահմանադրությամբ
Իշխանությունը պատկանելու է ժողովրդին։ Այդ ոնց որ հին սահմանադրությամբ էր պատկանում։ Որ մի տուֆտ էլի։ Ձեր կոմեդիա բան ժանրի մեջ է, սա էր։ Ամենաառաջի դրույթներից մեկն է։ Լուրջ։ Ժողովրդին է պատկանում։ Լավ, օքեյ, սրանից հետո ավելի շատ կպատկանեն ժողովրդին։ Լավ է, ավելի շատ։ Լավ, պարոն Պուպուշյան, զարմացրեք ինձ, ուրիշ։ Ուրիշ ասեմ, նոր սահմանադրությամբ պատրաստ եք կլինի խոսքի ազատություն։ Լուրջ։ Հա, ես չէ հավատում։ Մարդիկ կկարողանան ոնց որ իրենց կարծիքը ԶԼՄ-ներով հրապարակեն։ Բինգո, այո։ Լավ, օքեյ, սենց բան։ Արդյոք այդ նոր սահմանադրությունը կերաշխավորի սեփականության իրավունք, հա։ Հա, բոլոր տեսակի սեփականությունները մարդու կունենա իրավունք, ավելին ասեմ, առողջապահության եւ կրթության։ Ուզում ես կրթություն, հեն անդե դրած է։ Գնա վեգար։ Վերջնա։ Լավ, իսկ այդ նոր սահմանադրությամբ արդյոք падգամավորները կկարողանան զբաղվել բիզնեսով։ Դուք ոնց որ կարդացել եք, հա, մեր նախագիծը, Մարգարյան։ Ոչ եւ ոչ, երկար մտածեցինք դրա վրա, որոշեցինք այս նոր սահմանադրությամբ արգելել ձեռնարկատիրությամբ զբաղվել падգամավորներին։ Մաքսիմում կարան դասավանդեն Բրյուսելում, վերջ, բայց ոչ մի ձեռնարկատիրություն։ Մենակ Բրյուսելում։ Չէ, ասեցի ցանկացած բուհում։ Չէ, դուք ասացիք Բրյուսելում, դրա համար ասացի։ Դուք կոմեդիա ժանրի մեջ եք, հայր։ Չէ, բարձրագույն հաստատությունում։ Բրյուսելում եւ այլ վայրերում շատ լավ։ Նույնականացման քարտերով քվեարկելու խնդիրը ինչպես եք լուծելու դա։ Արեգ ջան, այստեղ մի քիչ վիրավորական պահ կա, այդ հարցը որ բարձրացնում են, ոնց որ այս տպավորությունն է, որ չեն վստահում մեզ, որ կարող է ինչ որ խնդիրներ լինի, չգիտեմ, կասկածներ կան։ Այդ հարցը իրոք ոնց որ ավելի շատ վիրավորելու համար են բարձրացնում։ Իսկ ինչ որ բան անելու եք, որ այդ կասկածները փարատեք։ Վայ, ասացի արդեն, դա այսինքն ինչա նշանակում ենթադրվում է, որ ինչ որ խախտումներ պետք է լինեն ու մենք էլ նստենք, հա, ոնց անենք որ խուսափենք խախտումներից, դա ասեն չխախտենք։ Դե ինչ որ երաշխիք հիմա տվեք։ Ասում եմ, տղավարի ասում եմ, չենք անելու խախտում, չենք անելու։ Խնդրում եմ երթվեք։ Okay, երթվում եմ։ Լավ է, Ինչ եք երթվում, ասեք մամայիս արև։ Մամայի արև։ Ում մամայի։ Իսկ հիմա կոնտեքստից պարզ է, անպայման չի ինչ որ ստեմ։ Ասեք մամայիս արև չենք խախտելու։ Մի քիչ ոնց որ դիսկոմֆորտ է այստեղ։ Մամայիս արև չենք խախտելու։ Ձերքերը կհանեք նոր էդ ասեք։ Այմար դե ոնց է սկսած վիրավորեք մարդուն, հաջողություն։ Երաշխիք եք ուզում ստեղծեք, ասեք ուզում եք երաշխիք ասացիք նորմալ սահմանադրություն է։ Ազատությունները վստահության խնդիր կա, չէ՞։ Ինչ դժվար է ձերքը գրպանից անել ու ասել, ասենք։ Ես խնդրում եմ վերադարձրեք, սեփականության իրավունքը արդեն կա, երաշխավորված է։ Քաղաքական դաշտում հայտնվել է նոր քաղաքական վերլուծաբան, այնպես որ խնդրում ենք բոլոր գործող վերլուծաբաններին նեղանել, տեղանել։ Նախապես զգուշացնում եմ, որ կարող է ոչնչացնող տհաճություն ապրեք այս վերլուծությունը լսելուց։ Պետք է դիմանանք։ Путин сказал армянам давай пароход. Путин сказал армянам давай пароход. Приласкать пригорите этот умный народ. Приласкать пригорите этот умный народ. Մերսի ուզում ես բայ։ Հա։ Նոր տարվա։ Հա։ Եթե մի անգամից չմբռնեցիք մետաֆորաները, վերլուծաբանը գովանում է հայ-ռուսական ջերմ հարաբերությունները։ Քցնում է, նարեկ, երևույթները իրենց անոնով կոչի, մտնում։ Բայց ինչպես է, պատմական ակնարկներով, բանով է քցնում։ Свое время Петр Первый говорил, свое время Петр Первый говорил. Путин не забыл, красава повторил. Путин не забыл, красава повторил. Путин сказал армянам давай пароход. Путин сказал армянам давай пароход. Երկի հաջորդ քարյակում վերլուծաբանը, ում հանգիստ չէր տալիս Դավայ Դասվիդանյայի փառքը, չի բացառում ԱՄՆ-ի դեմ նոր սանկցիաների եւ նույնիսկ ուժային գործողություններ։ Այսինքն աշխարհաքաղաքական քարյակա։ Հա, էլի։ Я Путина уважаю и люблю. Ради него Обаму я лещану. Ради него Обаму я лещану. Силятом потеряй сознание. Шапалаком потеряй сознание. Придется делать искусственное дыхание. Придется делать искусственное дыхание. Պենտագոնում հենց այս պահին խոճապ է սկսել ու հանձնարարել են ինչ-որ հակակշիռ զենք կառուցել հավանաբար Նիկի Մինաժի մասնակցությամբ, իսկ վերլուծաբանը անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարի եւ Ռուսաստանի ԱԳՆ նախարարի բանակցություններին։ Էլի քարյակ կա։ Հա, հələ միջուկային զենքի ծրագիր կա, բան կա։
Джонкери с Лавровым встречаются, когда Керри с Лавровым встречаются. У Джона давление поднимается, у Джона сахар поднимается. Забирают его в реанимацию, забирают его в реанимацию. Проходит долго акклиматизацию, проходит долго акклиматизацию. Okay, հերիք, ես ուզում եմ արդեն ծանր բութ առարկայով ինքնասպանություն գործել։ Կանգնացրեք։ Վերջել, լավ էլի ռազմական գործողություններ սկսելու մասին այս մեկը։ Այստեղ են ուզում ռազմական գործողություններ սկսի։ Ինքը ու իր ախպերությունը։ Տենց մի նայ լայն շրջապատ ունի երևի։ Если надо, мы полетим за бугор. Если надо, мы полетим за бугор. С Обамой будет очень жесткий разговор. С Обамой будет очень жесткий разговор. Подтянем из Карабаха батальон. Подтянем из Карабаха батальон. За полчаса уничтожит Пентагон. За полчаса штурманет он Пентагон. Այսքանով էլ ավարտում ենք քաղաքական վերլուծաբանի հետ մեր այսօրվա երեկոն։ Կարելի է։ Խոսքեր տվել։ Լավ, մնացեք մեզ հետ։ Նայ, իր մտքերի հետ կարող է համաձայն չլինենք, բայց ընդունի որ շատ նորարարական ձև է 6-8-ի մեջ մարդիկ ապարում են, քեֆ է, կդզի բոլորին սա։ Հա, ինձ թվում է մեր նոր քաղաքական վերլուծաբանների ասուլիսները ահագին ուրախ կանցնեն շուտով։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել Վիդեոբոցը։ Մեկ չեք լսում, չեղած կներեք, տենց արդեն մենք չենք։ Ուրեմն 132-ից 68 եղել է Եղայմա տեխնատու, չէ՞։ Արա 2008 թվի մասին կներեք, ես մտերմաբար ասացի։ Լավ, հա։ Հիմա ինչ անելու տուգանքների հետ, ինչ են անելու։ Հիմա տուգանքների փոխարեն զգուշացում կլինի, զգուշացում։ Ինչ է զգուշացումը։ Դե մոտարպես սենց ուշադրություն, մենք հիմա դες կտուգանենք։ Շատ լավ։ Հա իհարկե, գոնե զգուշացումով կլինի։ Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Ուզում եք դիտել Arm Comedy-ի բոլոր թողարկումները անվճար, բաժանորդ։ Մի վայր ինձ թվում է միշտ էլ անվճար են դիտում, բայց հա։ Դե բանը ամեն դեպքում բաժանորդագրվեք, որ ոչ մի թողարկում բաց չթողնեք ու միշտ առաջինը տեսնեք։ այստեղ ցեխ մեկ ուղակի ու բաժանորդագրվում եք։